Մի քանի անգամ խոստացված ու այդպես էլ կյանքի չկոչված առողջության համապարփակ ապահովագրությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պնդմամբ այս անգամ հաստատ կներդրվի։ Ոլորտի ղեկավարը հայտարարում է առաջին փուլը կմեկնարկի 2026-ին, հաջորդող 2 տարիներին նոր խմբեր ներառելով։ Նախարարության հաշվարկներով մինչև 2029 թվականը բնակչության 85%-ը պետք է ապահովագրական փաթեթ ունենա։ Մեկնարկային տարում աշխատող քաղաքացիներն ամսական 10,800 դրամ կվճարեն ապահովագրությունից օգտվելու համար։ Իսկ առաջին փուլում որ խմբերը կներառվեն։ Մինչև 18 տարեկան երեխաներն են 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Հաջորդիվ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիները 28 եւ ավել, որը եւս փոփոխման մեջ է այս համակարգը։ Ընդ որում 2028-ից առողջապահական ապահովագրական փաթեթի գինը կբարձրանա, քաղաքացիները 129,600-ի փոխարեն տարեկան 164,400 դրամ կվճարեն կամ ամսական 13,700 դրամ։ Մեկնարկային փուլում հաջորդ տարի ըստ առաջարկվող նախագծի ապահովագրությունից կօգտվեն նաեւ ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Ավանեսյանի խոսքով շուրջ 190,000 աշխատողների այս խումբը առաջին փուլում ներառվել է հենց նրանց մեծ մասի պահանջով։ Իսկ ինչ ծառայություններ են լինելու փաթեթում։ Կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ, չափազանց սկզբունքային հարց է եղել, որ մենք ոչ թե ասենք ապահովագրությունը փակում է ամեն ինչ, բացի սրանից, բացի նրանից, հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է կառավարության հատկացրած գումարը նախարարությանը փոխանցող պետական առողջապահական գործակալությունը, ասում է՝ իդրաֆթում հրապարակված օրենքի նախագիծը այս տեսքով խախտում է սոցիալական հավասարության սկզբունքը։ Անցումային փուլը արվում է շատ կտրուկ, իրականացվելու է ապահովագրավճարների հավաք, որը նախկինում նախատեսած չէր, նախատեսած էր միայն պետպատվերը, որից հետո աստիճանաբար ավելանալու են արդեն ապահովագրավճար վճարող շահառուների խմբերը։ Նաև սոցիալական արդարության համերաշխության որոշակի դեպքեր արվել, ավելի քիչ եկամուտներ ունեցող քաղաքացիները հավասարեցվել են ավելի բարձր եկամուտներ ունեցողներին, սա սոցիալական անարդարության դրսևորում է։ Ըստ նախագծի ապահովագրական փաթեթ ունեցող քաղաքացին նախ պետք է պոլիկլինիկա գնա, հետո հարկ եղած դեպքում ուղեգրվի հիվանդանոց։ Անկախ փորձագետ հասարակական կազմակերպության նախագահ Ծաղիկ Վարդանյանն ասում է, կառավարությունը հաշվի չի առնում, որ մարդիկ հիմնականում ոչ թե պոլիկլինիկա են գնում, այլ ուղիղ հիվանդանոց։ Մյուս կողմից էլ պոլիկլինիկաներն ըստ նրա դեռ պատրաստ չեն այս մեծ բեռի տակ մտնել։ Պետք է փոխվեր։ Ընդհանրապես միայն հավաքագրող բժիշկները լինեին թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, առանձին օֆիսներում, այս մեծ պոլիկլինիկաները մենք պետք է հասկանալ, պետք են թե չէ, ընդհանրապես։ Իսկ նեղ մասնագիտական ներուժը պետք է օգտագործեին հիվանդանոցին։ Հիմա մենք ոնց սովետություն կար համարյա, սխեման բերում մտցնում ենք ապահովագրական ծառայություն։ Իմ կարծիքով ռիսկային է։ Նախարար Ավանեսյանը համաձայն չէ, ասաց վերջին 4 տարիներին 20%-ով աճել է պոլիկլինիկա դիմող քաղաքացիների թիվը։ Մեր նպատակն է, որ ամբուլատորիան հագեցվի, վերանորոգվի եւ մեր մյուս ծրագրերով դա մենք անում ենք։ Գիտեք, որ 19 ամբուլատորիա հիմա շինարարության մարզային փուլում է գտնվում։ Պոլիկլինիկաներ մարզային շինարարության նախագծման փուլում են։ Քաղաքապետարանը պոլիկլինիկաները իր մասով էր վերանորոգում։ Բայց այսօր էլ չէ, անձը գնում է ամբուլատորիա, նրան ընտանեկան բժիշկը ուղղորդում է նեղ մասնագետի մոտ, գնում է այդ նեղ մասնագետի մոտ, իր խորհրդատվությունը անցնում է։ Ապահովագրությունը սա հնարավոր է դարձնում, որ անձը դրա համար չվճարի այդ պահին։ Առաջին փուլում առողջության համապարփակ ապահովագրություն նախատեսված չէ մինչև 200,000 դրամ եկամուտ ունեցողների համար, որոնք ընդհանուր աշխատող քաղաքացիների շուրջ 40%-ն են կազմում։ 3 տարվա ընթացքում են ներառվելու մեր քաղաքացիները։ Մինչև 200,000 դրամ ստացողների վրա ֆինանսական բեռ ոչ ավելանում է, ոչ էլ նրանք դեռ ներառվում են համակարգ։ Դա կտեղի կունենա հաջորդ տարի 27 թվականին։ Ապահովագրության
ներդրմամբ ակնկալվում է 30-ից 60%-ով կրճատել քաղաքացիների թիվը, որոնք փող չունենալու պատճառով բժշկի չեն գնում։ Կառավարությունը նախորդ տարի առողջապահությանն ուղղված ծախսերը 2.5%-ով նվազեցրել էր, իսկ 26-ին ավելացրել, հասցնելով 219 միլիարդ դրամի։ Դրա կեսից ավելին ուղղվելու է հենց առողջապահական ապահովագրությանը։ Նախագիծն առայժմ քննարկման է դրված էլեկտրոնային հարթակում։ Այն դեռ պետք է քննարկվի ու հաստատվի խորհրդարանում։